Բարի երեկո, Իմնեմնիմի ոդքասթի սիրելի հետևորդներ, մեր մեծ լսարան, ընկերներ, մարդիկ, ովքեր միշտ ակտիվ են մեկնաբանություններում, մարդիկ, ովքեր մեզ աջակցում են ֆինանսապես, օգտվելով առիթից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ բոլոր այդ մարդկանց, շատ կարեւոր աջակցության համար։ Մենք սկսում ենք Իմնեմնիմի ոդքասթի նոր ենթապրոդուկտ, որը մենք անվանել ենք Իմնեմնիմի Answers կամ Իմնեմնիմի պատասխաններ, որտեղ մենք պատասխանելու ենք այն լսարանից հնչեցված այն կոմենտներին, որոնց չենք հասցնում պատասխանել ոդքասթի ընթացքում, ելնելով նրանից, որ այդ բային հյուր ունենք, ելնելով նրանից, որ արդեն հարցերի ժամանակը անցել է, բայց այդ մեկնաբանությունները ունեն պատասխանելու անհրաժեշտություն։ Այսինքն սրանից հետո ոչ միայն հարց ու պատասխանների ժամանակ կարող եք հնչեցնել ձեր հարցերը, այլև ձեր հարցերը կարող եք տալ այն ժամանակ, երբ որ մենք հարց ու պատասխանն ավարտվել է, միանշանակ վստահ լինելով, որ մենք կպատասխանենք բովանդակային առումով այդ հարցերին արդեն հաղորդումից հետո, ոդքասթից հետո, ուղիղ եթերից հետո։ Այսօր մինչև մեր լսարանի առաջին նմանատիպ հարցին պատասխանելը, որը մեր մշտական դիտող Եգոր Պապիկյանովն է հնչեցրել, անդրադառնամ նաև մեկ այլ հետաքրքիր ենթապրոդուկտի, որը որ մենք որոշել ենք, որ պետք է լինի Իմնեմնիմիում, դա Իմնեմնիմի էքսպերտն է, որտեղ մենք կունենանք հյուրեր, միայն մեկ էքսպերտ եւ այդ էքսպերտի հետ խոսենք իր ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերից օֆլայն ռեժիմով եւ նաեւ կթողարկենք դրանք մեր լսարանի համար։ Իդեպ դա եւս հետաքրքիր ձևով ենք անելու, նախ եւ առաջ այդ Իմնեմնիմի էքսպերտի թողարկումները կստանան բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ աջակցում են ֆինանսապես, նոր 2 օր կամ 1 օր հետո կստանա արդեն ավելի բաց հասանելիություն եւ կլսեն եւ կտեսնեն դա բոլորը։ Էնպես որ սկսենք այսօր առաջինը ես եմ անում, վստահ եմ Վազգենը եւս մասնակցելու է այս ենթապրոդուկտի աշխատանքներին, ինքը եւս կունենա հարցեր, որոնց կուզենա պատասխանել, եւ ես էլ իրականում հարցեր կլինեն, որտեղ որ կխորհրդակցեմ, մենք կներկայացնենք մեր միասնական կարծիքը այդ մասով, որը որ կենթադրի երկուսի կողմից ընդհանուր կարծիք։ Այսօր խնդրում եմ Եգոր Պապիկյանովի հարցը երևի թե մենք տեսնենք, որովհետեւ այդ հարցը շատ կոնկրետ կոմենտում էր չորեքշաբթի օրվա թողարկման ժամանակ, կարդամ русերեն, հետո կթարգմանեմ հայերեն ու կպատասխանեմ։ Нарек ջան, Николизм это особенность армянского политического поля или это явление прослеживается в новейшей истории։ Հայկական իրականության նորահայտ ինչ-որ բան է նիկոլիզմը, թե երևույթ է, թե դա պատմական տարբեր ժամանակահատվածներում նկատված փաստ է։ Եգոր ջան, ես այս հարցին պատասխանելու համար անկեղծ մի քանի մոտեցում ունեի միջև, ինչի չպատասխանեցինք բանի ժամանակ, ոդքասթի ժամանակ, որտեղ երկար է ստացվելու։ Հիմա մաքսիմալ բազմակողմանի եւ մաքսիմալ կարճ կփորձեմ պատասխանել քո հարցին, որովհետեւ այս հարցը իրականում ունի կարևոր նշանակություն, նաեւ շատ դեպքերում մասնագիտական քննարկման առարկա է երբեմն դառնում։ Շատերի կարծիքով մոտեցում համար մեկ, որ սա պոպուլիզմի մի տարատեսակ է կամ հենց պոպուլիզմն է ինքնին, որը բնականաբար հին դարերից եկած երևույթ է, որի մասին բազմաթիվ տեսաբաններ խոսել են, որը 21-րդ դարում նոր դրսևորումներ է ստացել, բայց ես մի քիչ համաձայն չեմ, որ նիկոլիզմը որպես էություն ամբողջությամբ պոպուլիստական ուղղության վրա է հենվում, որովհետև անգամ պոպուլիզմի մեջ պոպուլիզմը իրանից ենթադրում է, այո, քաղաքական անպատասխանատվություն, բայց բարոյականության նմանատիպ ցածր մշակույթ, որը անգամ ենթամշակույթի է մոտիկանում, ես պոպուլիզմի մեջ չեմ նկատել։ Պոպուլիստ բազմաթիվ քաղաքական գործիչներ կան, եղել են, հիմնականում բռնապետներն են պոպուլիզմով փայլել մինչև իշխանությունը վերցնելը, Պոլ Պոտը, չգիտեմ, Իդի Ամինը, որոնք բավականին հայտնի ու բավականին բիրտ բռնապետներ էին, մնացած բոլոր բռնապետները, Քադաֆին, այնտեղ արաբական երկրների, այլ երկրների բռնապետները, որոնք որ եղել են հայտնի իրենց բանով, Ադոլֆ Հիտլերը, որը եւս պոպուլիզմի բավականին բարձր դոզա ուներ, Բենիտո Մուսոլինին ինչու ոչ, պոպուլիզմի, այսինքն այդ գաղափարականությունը պոպուլիզմ էր ենթադրում, բայց այդտեղ լկտի անբռնազբոս անամոթ ստեր ես ինչքան ուսումնասիրել եմ, այդքան շատ չեմ գտել, այսինքն ստեր, որոնք որ ասվում են ամեն հաջորդ օր նոր սուտ ասում, միգուցե ժամանակներն էին դրանում իրանց դերը կատարել, միգուցե
չգիտեմ, մարդու տեսակը, բայց պոպուլիզմը երբեմն քիչ է նկարագրելու համար նիկոլիզմի էությունը։ Նիկոլիզմը ինքն իրանից ենթադրում է նախորդ եթերներից մեկում բան է արել, փորձել է սահմանում տալ։ Ես փորձեմ կարդալ այդ սահմանը, որովհետև ես ինչքան մտածեցի հնարավոր ամենափոքր կարճ սահմանումը նիկոլիզմի սա էր, սեփական քաղաքական հակառակորդների վերաբերյալ բացահայտ սուտ տեղեկություններ, սուտ տեղեկությունները մանիպուլյատիվ պնդումներով, կիսաճշմարտություններով պարուրելով լայն հանրային շրջանակներին որպես ճշմարտություն ներկայացնելը, չկրելով դրանց համար քաղաքական պատասխանատվություն։ Այսինքն նիկոլիզմը ամբողջական փաթեթով միգուցե ենթադրում է պոպուլիստական, միգուցե չէ, վստահաբար ենթադրում է պոպուլիստական շատ տարեր ստեր, հանելու ենք տեսախցիկները, արագաչափերը, կարմիր գծերը, 50-50-ները վերադարձնելու ենք ժողովրդին, այո, այդ տարերը կան։ Բայց նիկոլիզմը ավելի ներքաղաքական ավելի շուտ հարաբերություններում, իդեպ ես չեմ ուսումնասիրել 21-րդ դարի են քաղաքական գործիչների հայտնի է, նաև Դոնալդ Թրամփին, հա, ներքաղաքական դիսկուրսում իրանց բանավեճի լեզուն, որ բովանդակությունը չեմ կարա պնդեմ, որ վստահաբար տենց չի, բայց չեմ կարա պնդեմ, որ նենցա ոնց որ Նիկոլի մոտ է։ Բայց նիկոլիզմը ներքաղաքական ասպեկտում ունի շատ վտանգավոր դրսևորումներ, որոնք պոպուլիզմից դուրս են։ Պոպուլիզմը սուտ ենթադրում է, բայց պոպուլիզմը լկտի եւ բացահայտ սուտ չի ենթադրում։ Պոպուլիզմը չի ենթադրում սուտ, որը հաջորդ օրը, հենց հաջորդ օրը մերժվելու է, հերկվելու է եւ նոր սուտը փոխարինելու է հին ստին։ Պոպուլիզմը իրականում, չգիտեմ, միգուցե արագությունների առումով Նիկոլի հետ ոչ մեկ չի կարող համեմատվի, բայց ես ուզում եմ նիկոլիզմը պոպուլիզմի տարատեսակ նոր դրսևորում դիտարկել ներքաղաքական ասպեկտում գոնե եւ դրան տալ ավելի շուտ հենց այն ձևակերպում, այն սահմանումը, որը տվեցի։ Այսինքն բացահայտ սուտ տեղեկություններ քաղաքական հակառակորդների մասին, կիսաճշմարտությունները, այդ սուտ տեղեկությունները, ասես կիսաճշմարտություններով, բացահայտ ստերով, հասարակության մեջ հայտնի ինչ-որ ինֆորմացիաներով պարուրելով մարդկանց ներկայացնելը որպես իշխանություն։ Որպես ընդդիմություն այդ ուրիշ նշանակություն ունի, որպես իշխանություն դա աղետ է։ Ինչի, որովհետև երբ որ դիմացինը առանց ամաչելու կարա օրինակի համար դիմացինի իր հակառակորդին մեղադրի երեխա ուտելու մեջ, հա, օրինակ դիցուկ։ Եվ հետո դա իշխանության պատասխանատվության տեսանկյունից, որը ենթադրում է քրեորեն պատժելի արարք, չէ՞։ Ու դրան ոչ հետևի քրեական պատասխանատվություն, ոչ հետևի որևէ քննություն ու ոչ էլ ներեգություն խնդրի այդ մարդը նրա համար որ ստել է, դա արդեն բացահայտ այլանդակություն է։ Ու այդ այլանդակությունը իդեպ հետաքրքիր զուգահեռներ ունի նաև 30-ականների Գերմանիայի Գեբելսյան քարոզչության հետ, շատ հետաքրքիր նմանություններ ունի, բայց այդտեղ այդ ստերը ամբողջական, միասնական, մեկ դիկտատի տակ էր, այսինքն մի հոգի էր անում եւ դրանք չէին բացահայտվում։ Օրինակ նույն հակասեմիտականությունը Գերմանիայում գլուխ բարձրացրած հակակոմունիզմը, նույն ստերը, բացահայտ ստերը, Ռեյխստագի այրումը, որը եւս բացահայտ սուտ էր, որ կոմունիստ է արել, բայց դա մի հոգու կողմից էր արվում, մի տեղից արվում, դիկտատ էր դա, հա, մի ուղղություն էր։ Դրան հերքող այլ թերթեր եւ այլներ արդեն գրեթե չկային Գերմանիայում։ Հիմա Հայաստանում բացահայտ է, երկրորդ պահին են մարդու մասին էս մարդը սուտ է խոսում, դուրս է գալիս, ասում է այդտենց չի։ Այդտենց չի, եղբայր, դա սուտ է։ Բայց այդ սուտը ոչ միայն դրա համար ներողություն չեն խնդրում, ոչ միայն պատասխանատվություն չեն ընդհանրում, այլ նոր սուտ է դրան առաջ գալիս։ Ու դա արվում է ամենաբարձր մակարդակում, դա արվում է իշխանության կրողի թիվ 1 պատասխանատուի քաղաքական մակարդակում եւ դա ունենում է ոչ մի հետևանք, բացի բացասական հետևանքներ այն մարդու նկատմամբ, որ այդ ստի զոհն է։ Չեմ ուզում հիշել մնացած բաները։ Բայց նիկոլիզմը որպես ավելի լայն դրսևորում, այսինքն ոչ միայն ներքաղաքական ասպեկտի դրսևորում, աշխարհում այո, միշտ եղել է որպես պոպուլիզմի տարբեր ժամանակներում զարգացած տեսակներ, ու իդեպ մի հատ հետաքրքիր բան անեմ, ես այս վերջերս ունեմ առանձին հետաքրքրություն Ամերիկայի եւ քաղաքական համակարգի եւ հատկապես նախագահների մասով, որովհետեւ իմ կարծիքով
deep state հասկացողությունը, նախագահների կերպարը, այդ ամեն ինչը միահյուսվում է այդ քաղաքական համակարգում, այդ պետության մեջ։ Այս վերջերս շատ ուշադիր հետևում էի Ջոն Քենեդիի սպանության հետ կապված փաստաթղթերի գաղտնազերծման process-ին, այդ փաստաթղթերը կարդալը ուղղակի անիմաստ ու անլուրջ կլիներ իմ կողմից, եթե փորձեի անգամ, ինչի որտեղ 63000 միավոր փաստաթուղթ է հրապարակվել, որտեղից ամերիկյան հասարակությունը փորձում էր պարզել ի վերջո ով է պատասխանատուն Ջոն Քենեդիի սպանության համար։ Շատ միֆեր կան, մեծ միֆեր կան այդ սպանության հետ կապված, իդեպ ես շատ խոր ուսումնասիրել եմ այդ ընթացքը եւ investigation-ը, հետաքննությունը եւ նախաքննությունը եւ այդ ընթացքը գործի, հա, թե ինչ ա եղել, ինչ չի եղել, ոնց ա եղել, ու հիմա էլ մեծ հետաքրքրությամբ հետևում եմ նոր ի հայտ եկած հանգամանքներին, եթե այդպիսիք կան, չնայած որ չկան, ունդեղ կար մի հատ հետաքրքիր վարկած, ու միշտ եղել է այդ վարկածը։ Օրինակի համար, որ CIA-ը ՑՌ-ուն հայերեն ասած, իհարկե դա հայերեն չի, բայց Հայաստանում դրան ՑՌ են ասում, մեկ-մեկ է ՑՌ են ասում, չգիտեմ խի, կենտրոնական հետախուզական վարչությունը ԿՀՎ-ն, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական intelligence agency-ն է, այսինքն հետախուզության ամենահայտնի, չնայած շատ են, բայց ամենահայտնիներից մեկն է, որի ղեկավարը Ալան Դալեսն էր եւ հիմնադիրը Ալան Դալեսն էր, ոչ պակաս հայտնի պերսոնաժ պատմական, ինչ ա արել, Ալան Դալեսին հեռացրեց Ջոն Ֆիցջերալդ Քենեդին կենտրոնական հետախուզության վարչության նախագահի պաշտոնից, որը մեծագույն խայտարակություն էր համարվում այդ ժամանակահատվածում, որտեղ все-таки Ալան Դալեսը այդ Ալան Դալեսն էր, ու հեռացրեց Կուբայում հեղափոխության Ֆիդել Կաստրոյի իշխանությունը տապալելու դեմ ուղղված CIA-ի մշակած օպերացիայի պրավալ գնալուց հետո, որտեղ շատ մեծ քանակով ամերիկացի զինվորներ մահացան, CIA գործակալական ցանց բացահայտվեց, մի խոսքով, ինչը Դալեսը ասել էր կանեմ։ Ու այդ ժամանակահատվածում Քենեդին գնում էր ավելի հարաբերությունները Կուբայի հետ այլ ճանապարհով զարգացնելու, ավելի շուտ նորմալացնելու Ֆիդել Կաստրոյի հետ հարաբերությունները, եւ միաժամանակ Ջոն Ֆիցջերալդը ուներ մեծ խնդրեմ մեկ այլ քաղաքական մոնստրի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա FBI-ի տնօրեն հայտնի J. Edgar Hoover-ի հետ իր ունեցած խնդիրներ, որտեղ որ գիտեք, գլխավոր դա գիտեք այնց եմ ասում, որ սա գիտեն, գլխավոր դատախազ էր նշանակել իր աղբորը Ռոբերտին, որը վերահսկում էր Հուվերին ու տենց խնդրեմ էր դարել, իրանց մեջ է խնդրեմ կա։ Այսինքն նվազագույնը երկու հատուկ ծառայության հետ Ջոն Քենեդին ուներ մեծ խնդրեմ ու վերջը իրան սպանեցին Դալասում շատ անհասկանալի ձևով, երկար ժամանակ քննությունը գնաց ամերիկյան հասարակության մեջ, սկսեցին խոսակցություններ նրա մասին, որ ես հիմա զուգահեռ եմ տալու հոկտեմբերի 27-ի հետ դրա համար եմ պատմում, հա, որ դա CIA-ն էր արել, կային բազմաթիվ պատճառներ, որ CIA-ը կարող մաֆիայի հետ համագործակցելով աներ, լիքը հարցեր էին բաց մնում, հատկապես երբ որ Լի Հարվի Օսվալդը, ով որ իբր կրակել էր Քենեդուն, այդ մի հոգիներ եղե, ոստիկանական տեղամասից դուրս գալուց ու FBI-ի տեղափոխվելու ճանապարհին այդ միջանցքում ինչ որ մի հատ ստրիպտիզ կլուբ ունեցող մեկը եկավ սպանեց բանին, Օսվալդին, զուտ նրա համար, բայց դե դու նետում նախագահին ես սպանել ու գմփցրին։ Մի խոսքով, Օսվալդին այդ հատկապես սպանությունից հետո ամեն ինչ ավելի խառնվեց, շատ մեծ կասկածներ կային ամերիկյան հասարակության մեջ ու այդ թեման միշտ քննարկվում էր, որ դա արել է CIA-ը, դա արել է Դալեսի բանով խումբը առանձին, մինչև այսօր այդ թեման Ամերիկայի Միացյալ Նահանգներում ակտուալ է։ Պատկերացրեք, այդքան մարդ, որը որ հետաքրքրված Ամերիկայում քաղաքականությամբ, իրանց նախագահի սպանությունը իրանց համար ինչ է նշանակում իրականում, հա։ Ու այս մարդիկ մի օր ես չեմ տեսել ամերիկյան քաղաքական establishment-ում, անգամ երբ որ Ջոն Քենեդիի սպանությունից հետո եկավ երկրորդ բանը Լինդոն Ջոնսոնը դարձավ ավտոմատ նախագահ, դրանից հետո եղավ նախագահական ընտրությունը, Ռոբերտ Քենեդին մասնակցում էր քարոզարշավին, Ռոբերտ Քենեդին էլ այդտեղ սպանեցին բնականաբար, եղբորը Ջոն Քենեդի, անգամ այդտեղ են դիսկուրսում չկար, որ իշխանությունները Ալան Դալեսենք, որ կար լրիվ հիմքերը, հա, այդտեղ շատ խորը հիմքեր։ Մի անգամ ես չտեսա քաղաքական establishment-ի կողմից ամերիկյան, որոնք լուրջ մասնակցում են ընդդիմադիր որպես բան,
անգամ New York Times-ի ես չեմ լսել, միգուցե եղել է, բայց չեմ բացառում, բայց որ եղածն է շատ ավելի հայտնի կլներ, որ անգամ New York Times-ն է դա գրում, որ սենց վարկած կա, սա չի եղել մի անգամ հիմա, որ դա քաղաքական շահարկման ենթարկվի ու դրա համար մեղադրվեն քաղաքական ուժեր, քաղաքական դեմքեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Չի եղել, չկա։ Բայց այս նիկոլիզմի էությունը միջև իշխանության գալը, դա հոկտեմբերի 27-ի շահարկումներ քաղաքական, մաքսիմալ շահարկումներ։ Ասեմ ձեզ, անգամ շատ դեպքերում Արամ Սարգսյանը դա չէր անում, բայց կողքից անում էին նիկոլները ու լիքը մարդիկ։ Երբ որ սրանք եկան իշխանության, ինձ թվում էր, որ այդ գործը կամ պիտի բացահայտվի, եթե կան բացահայտելու դեռ տեղեր, կամ գոնե պետք է չխոսացվի դրա մասին։ Ու երբ որ ես հասկացա, որ անգամ չլնելով սրանք դեռ ամեն օր խոսում են հոկտեմբերի 27-ի, հոկտեմբերի 27-ներ եւ այլն, ես հասկացա, որ անգամ այդ դրսևորումը, օրինակ Դոնալդ Թրամփի նման քաղաքական պոպուլիստի պարագայում, պոպուլիստ է, իր քաղաքական գիծը պոպուլիզմն է գլոբալ առումով, գոնե առաջին նախագահության ընթացքում այդ է եղել։ Հիմա էլ կան շատ պոպուլիստական տարրեր Թրամփի քաղաքական տեքստերի ու քաղաքական գործունեության մեջ, բայց այն մեկը ավսյոտիկի հիմիկվա Թրամփը ուրիշ Թրամփ է, ավելի հասուն Թրամփը, ավելի ուրիշ նախագահ, բայց անգամ այն ժամանակ դա չկար ու չէր կարալներ։ Սրանք եկան իշխանության ու իշխանության մնալով միջև հիմա սրիկայաբար, անամոթաբար, անընդհատ խոսում են հոկտեմբերի 27-ի մասին, ակնարկելով տարբեր քաղաքական դերակատարների մասնակցությունը այդտեղ, խոսում են մարտի 1-ի մասին, սաղ լծակներն ունենալով, խոսում են նրա մասին, որ այս ինչը թալանչա, այդ թալանչա չի նստի, ասում մարտասպանություններ են եղել Գյումրիում, բռնաբարություններ են եղել, ոչ մեկ նստած չի, իրանց ձեռն է այդ իշխանությունը, իրանց ձեռն է այդ սաղ դատական, քննչական ծառայությունները, ոստիկանությունը։ Ամեն օր Հայաստանում սպանությունն է, Երևանում համարյա ամեն օր երեխեքի իրար են սպանում, իրար են խփում, էս են անում, սաղ օրը կրիմինալի մեջ վխտում է Հայաստանը։ Սրա մասին ոչ մեկ չի խոսում։ Մարդը բռնեց, գցեց հղի կնոջը մեքենայի տակ սպանեց, հիմա ասում է, բայց ով ասեց այս բանով, ոնց այս բան եղել է։ Հոկտեմբերի 27-ին գիտեք ինչ են արել, կտրել են Հայաստանի Հանրապետության գլուխը։ Ովքեր են արել են միջև հիմա ազատության մեջ են, այս է նիկոլիզմը։ Նիկոլիզմը խայտարակ ամբարոյական մոտեցում է, ամբարոյական չասեմ, բարոյականության շատ ցածր մշակույթ, անգամ ես ասում եմ դրան ենթամշակույթ ենթադրող քաղաքական հոսանք է նիկոլիզմը։ Եվ որպես հավելյալ բան սրան ես ասեմ, ես վերջին իմ ուղիղ եթերներ լայվ քասթի շրջանակներում էր, եթե չեմ սխալվում, նոր մոտեցում դրսևորեցի այս տերմինին, նիկոլիզմին, եւ ես բերեցի նեոնիկոլիզմի մասին, հա, իմ պատկերացումն այո, կա այլևս կա Հայաստանում դաշտում նաեւ նեոնիկոլիզմ։ Որն է նեոնիկոլիզմը։ Նեոնիկոլիզմը ներընդդիմադիր հարցերում նույն նիկոլիզմի տրամաբանությամբ, դա գրել եմ, շատ էսեք ուզեմ կարդալ։ Նիկոլիզմի նորահայտ դրսևորումն է, որը կիրառելիություն է ստանում ներընդդիմադիր բանավեճում եւ հայելային արտացոլումն է նիկոլիզմի։ Նույն ձևով բարոյականության տոտալ բացակայությամբ մարդիկ, որոնք բերել են այս մարդուն իշխանության, եկել են այս մարդու հետ քայլել են, ոգևորվել են, ոգևորվել են, հիմա ասում են ուրիշ մարդ է բերել այս մարդուն իշխանության։ Սա նիկոլիզմի նոր դրսևորումն է, ուղղակի ինդիմիդացիան առանց ամոթի, անամոթաբար մարդ կա, որի բարեկամն եղել է հանրապետական падգամավոր։ Եթե չեմ սխալվում, քվեարկել է Նիկոլին կողմ։ Այդ մարդը դոշ է ծեծում, մարդ է ուտում, որ արա խիբերիկ Նիկոլին։ Մարդիկ կան, որոնք այդ ժամանակ եղել են այն հանրապետական падգամավորներից։ Այսօր նորից այդ, այսինքն նեոնիկոլիզմը նիկոլիզմի գոյության հետևանք է, բայց նոր դրսևորում լինելով հայկական իրականության մեջ շատ պրոբլեմատիկ ու շատ վատ քաղաքական, շատ ցածր քաղաքական մշակույթ ենթադրող նորություն է, որը ընդդիմության մեջ է օգտագործվում։ Դուք կարաք գտնեք դա շատ հեշտ տարբեր մարդկանց մոտ, ես ոչ մեկ իշտիրախորում, ոչ անվանարկում եմ, ոչ ուզում եմ բերեմ ստեղ որպես այս հարցի պատասխանի մեջ օգտագործեմ օրինակ բերեմ։ Բայց այս նույն մեր կոմենտներում նախորդ բանի կար մի հատ մեկ այլ կոմենտ եւս այս համատեքստում ասեմ, որ մեկ գրել էր ես մասնակցել եմ այդ ամեն ինչի, ես այնքան վատ եմ ինձ զգում դրա համար, բայց այնուամենայնիվ հիմա ամեն ինչ փորձում եմ անեմ, որ դրա տեղը լրացնեմ։ Սա էլ հակառակ կողմն է։ Հենց որ հարգելի Եգոր Պապիկյանով ջան, կարծում եմ նիկոլիզմը
նորահայտ դրսևորում չի, բայց Հայաստանում ունի իր յուրահատկությունները, որի հետ մենք առերեսվում ենք, որը վաղը մյուս օրը մասնագետների, քաղաքագետների, ես կարծում եմ, ես եւս ունենամ հույս ունեմ ժամանակ ու հնարավորություն դրանով զբաղվելու, ուսումնասիրության առարկան պետքա դառնա, որովհետեւ սրան եթե դու խորքային մոտեցում ցույց չես տալիս, եթե դու խորքային մոտեցմամբ չես փորձում այս խնդիրը նախ ախտորոշել, հետագայում նաեւ փորձել դրան լուծումներ տալ, չի վերանալու եւ սա շարունակվելու է։ Ապագայում քաղաքական խոսքի սեփական պնդումների նկատմամբ պատասխանատվության ինստիտուտը պետքա բարձրացնել։ Այդ ինստիտուտը նախ պետքա ստեղծել։ Մարդիկ պետքա պատասխանատվություն կրեն սեփական ասած հիմարությունների համար, բացահայտ մեղադրանքների համար, բացահայտ սուտ խոսալու համար։ Իշխանությունը երբեք չպետք է ընդդիմությունը շատ բան կարող ասի, ընդդիմությունը օքեյ է։ Հա, խոս ինքը թույլ է, որից պետքա ուժեղներից պետքա պաշտպանել այդ թույլին։ Բայց երբ որ դու իշխանության ես ունենալով իշխանություն, անես նմանատիպ անպատասխանատու արտահայտություններ ու հայտարարություններ ու դրա համար որևէ խոսքը քրեական պատասխանատվության մասին չի, հա, խոսքը բարոյական պատասխանատվության մասին է։ Մարդիկ պետք է իմանան սուտ խոսող պաշտոնյային։ Մարդիկ պետք է իմանան սուտը զատեն ճշմարտությունից եւ մոլորության մեջ չընկնելու համար։ Ու դրա համար պետք է նաեւ լինեն ընդդիմադիր դաշտում եւ ոչ միայն ընդդիմադիր, այլ նոր էքսպերտային դաշտ է պետք երևի ձևավորել, որովհետեւ այս էքսպերտային դաշտը այլևս գոյություն չունի։ Այն ինչ որ տարիներով ձևավորել է, չկա պրոստը։ Որոնք որ կդառնան այդ ֆակտ չեք չասեմ, բայց գոնե ճշմարտության բացահայտ ստի պարագայում այդ սուտը հերքողների ինստիտուտ ու կունենան հեղինակություն դրա համար։ Որովհետեւ եթե սա չլինի, մենք այս նիկոլիզմը գնալու է նեոնիկոլիզմի, մյուս իշխանությունը փորձելու է նույն նիկոլական տրամաբանությամբ ստերը բաշխել, տարբեր տեղերու պատասխանատվությունից խուսափել, բայց հույս ունեմ, որ դրան չի հասնի գործը եւ մենք կունենանք այնպիսի երկիր, որտեղ նիկոլիզմը կլինի ոչ միայն անցյալ, այլև անցյալ, որը անընդհատ պետքա վերագնահատել, որին պետքա անընդհատ գնահատական տալ եւ պետքա երբեք չմոռանալ։ Օրինակ ոնց են այսօր նացիստներին չմոռանում գերմանացիները, այսինքն ինչքան էլ գերմանացիների մեջ կան մարդիկ, որոնք կրողն են նաև ինչ-որ առումով այդ գաղափարների, ինչ-որ առումով, այնուամենայնիվ դա Գերմանիայում իրավականորեն արգելված երևույթ է, եւ դրա տարրերը, գաղափարական տարրերը, քաղաքական տարրերը ամբողջությամբ արգելված են համարում։ Բա այսօր մենք պետք է կարողանանք Հայաստանում ստեղծել մի իրավիճակ, որտեղ քաղաքական եւ իրավական գնահատական կտրվի այս անցնող տարիների այս ստերի շարքին, որտեղ այդ ստերը սովորական ստեր չեն, այդ ստերը հանգեցրել են Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխության, հանգեցրել են Արցախի կորստին, հանգեցրել են տասնյակ հազարների սպանվելուն եւ հաշմանդամությանը։ Այսինքն այս ամեն ինչը հետևանք է ունեցել։ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ այդ Պետրոսյան սիրած թեման է, միշտ լրագրողը դատվել է, չէ՞, բոլորը պետք է պատասխան տան։ Պետք է հասկանանք այս նիկոլիզմի հետևանքները ու այս հետևանքների հետևից չգնանք, գնանք պատճառներից նաև, որտեվ այո, հետևանքները տեսանելի է, շատ ցավալի են, բայց կան պատճառներ, այդ պատճառը հենց այդ նիկոլիզմն է, որը ոչ թե անձի հետ է կապված, չնայած շատ կոնկրետ անձի անունով է, օրինակ ոնց որ խուլիգանությունը, չէ, խուլիգանի հետ է, խուլիգան անվան հետ է կապված, բայց նիկոլիզմը որպես երևույթ մենք պետք է դիտարկենք, եւ այդ երևույթին պետք է տրվի եւ քաղաքական եւ բարոյական եւ քրեա իրավական գնահատական ապագայում, որպեսզի դրանից հետո մենք չունենանք այն ինչ որ ունենք։ Շնորհակալություն Եգոր ջան հարցի համար, մյուս անգամ վաղը մենք ունենք եթեր, իդեպ հետաքրքիր եթեր է լինելու, մեր հյուրերն են լինելու Նայիրի Սարգսյանը եւ Վահեն Բեգոյան, հետաքրքիր թեմաներից ենք խոսելու, միացեք մեզ անպայման մեր ուղիղ եթերում եւս հարցեր կգրեք, բայց նկատի ունեցեք, որ անգամ օֆլայն գրած հարցին մենք տալու ենք նմանատիպ պատասխան։ Շնորհակալություն ուշադրության համար, լավ հանգստյան օրեր ձեզ, իհարկե իմ նեմնիմին նայելով։ Լավ եղեք։